ջան, երեխեք ջան, լուր մնացեք, մեր ճամբարի, ասենք, վերջի, կարելի ասել ակորդն ընդամենը մի քանի րոպեից հետո մենք պետք է գնանք ճաշարան, ծնողներով, երեխեքով, Տիրոջ ողորմությամբ իրար հետ նորից պատառ հաց կտրենք, բայց ես սիրելի ծնողներ այսօր խոսքը ուղղում եմ հիմնականում ձեզ։ Մենք հրաշալի զավակներ ունենք, հրաշալի սերունդ ունենք։ Երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը, մենք տեսնում ենք, որ Աստված, երբ որ մարդին ստեղծեց, առաջի խոսքում ասում է, առաջի գլխի ծննդոց գրքի 26 համարի մեջ ասում է, եւ Աստված ասեց մեր նմանությամբ, մեր պատկերով մարդ ստեղծենք։ Եվ այնուհետև տեսնում ենք, որ Աստված Եդեմի պարտեզի մեջ հողու փոշուց մարդին ստեղծեց եւ իր կենթանի հոգին դնելով, իր շունչը դնելով, տեսնում ենք, որ մարդու ռումների մեջ կենթանարար շունչ փչեց։ Եվ ծննդոց 5-րդ գլխի 3-րդ համարի մեջ ասում Աստված մարդին իր պատկերով ստեղծեց։ Եվ մենք տեսնում ենք, ժողովուրդ ջան, որ ինչի համար Աստված ստեղծեց մարդին։ Աստված մարդին, որ ստեղծեց, երեխեք ջան, ես կարճ եմ խոսալու, մի քիչ խնդրում եմ լուր մնացեք, բոլորդ ժխոր մեկ անի։ Աստված մարդին ստեղծեց, որպեսզի մարդը Աստծո հետ հաղորդ լինի։ Եվ անկախ նրանից մարդը ինչքանով է հավատում դրան, ինչքանով չի հավատում, մարդը հավիտենական գոյ է։ Եվ Սուրբ Գիրքը մեզ հիշեցնում է, որ ամեն հովատենը Աստված եւ մարդ իրար հետ հաղորդակցվում են Եդեմի պարտեզի մեջ, մինչև այն ժամանակ, երբ որ մարդը անհնազանդ գտնվեց Աստծուն։ Եվ մարդը մերժեց Աստծո խոսքը։ Եվ Աստծո խոսքը մերժելով մարդը դատապարտվեց մահվան։ Եվ այսօր սատանան հետառիթ օգտագործելով մարդին խաբեց, եւ այսօր շատ մարդիկ խաբված են, մտածում են, որ կյանքը մենակ այս երկրի վրա է, որ ինչքան կարող են ապրեն, ոնց կարող են ապրեն, մեկը պետք է մեռնեն ու ոչնչանան։ Բայց իրականության մեջ, սիրելի ժողովուրդ, մարդը հավիտենական գոյ է։ Եվ այս երկիրը ընդամենը մի վայր է, որ ամեն մեկը պետք է իր հավիտենական ճանապարհը եւ հավիտենական բնակավայրը ընտրի։ Եվ երանի նրան, ովքեր այս երկրավոր կյանքի մեջ հանդիպում են Աստծուն, հանդիպում են մեր Տեր ու Փրկիչ Քրիստոսին, որը որ նրանց տալիս է հավիտենական կյանք։ Իսկ նրանք, ովքեր որ մերժում են, նրանք գնում են դեպի անդարձ կորուստ։ Երեք սա չի կյանքը։ Սատանան խաբում ասում է կյանքը է սա, ինչ որ տեսնում ես, բայց իրականության մեջ կյանքը դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ Տեր Հիսուսը հայտարարեց, ասեց. Ես եմ կյանքը, ես եմ ճանապարհը, ես եմ ճշմարտությունը։ Եվ օդի իշխանը սատանան մարդկությանը կուրացնելով մարդին չի ուզում, որ մարդ այդ հավիտենականության մասին իմանա։ Մարդին խաբում է, եւ դուք էլ կարող եք լսած լինեք, միգուցե արտահայտված լինեք, շատերն ասում են, դե մեռնելուց հետո որ տարաննդի փոսը գցին, այնտեղից հետո էլ ինչ, ելով այնտեղից հետո է, որ ասենք այդ մասին մենք էլ լսենք, հավատանք։ Թեև մեր ազգը քրիստոնյա է կոչվում, մենք դարեր շարունակ դավանել ենք, դավանում ենք, եւ ինչ որտեղ էլ բարձրանում ենք, որ մենք հայ ենք, քրիստոնյա ենք, բայց իրականության մեջ այսօր մեր ազգի մեջ մնացել է մենակ լոկետ անունը եւ այդ կյանքը հեռացել է։ Բայց Աստված ժողովուրդ ջան, ուզում է որ մարդը հավատա այդ հավիտենական կյանքին։ Եվ այսօր այս երեխեքը, ես չգիտեմ, 200-ից ավել երեխեք են այս օրերի մեջ եկել ու գնացել։ Ես չգիտեմ այդ երեխեքը վաղը ովքեր կլինեն։ Բայց ես վստահ համոզված եմ, որ այդ երեխեքի միջից են դուրս գալու հզոր մարդիկ, ղեկավարներ, գիտնականներ, երաժիշտներ, պիտանի մարդիկ, եւ Աստված այդ սերունդը վստահել է քեզ, սիրելի անմահոքի։ Եվ այսօր շատ ժամանակ մենք երեխեքի հետ, երբ որ վարվում ենք, մեր հետ երեխեքի հետ խոսալու մեր հիմնական խոսքը սա է, մեր խոսակցականի օրական 90%-ից ավելը սա է։ Խելոք մնա, ես չանես, տեղդ նստի, դու չես կանեմ։ Եվ մեզ թվում է, որ այդ երեխեքը մի հատ գործիք են, որ անդադ մեզ ենթարկվեն։ Բայց Աստված այդ երեխեքին քեզ չի տվել, որ մենակ այդ երեխեն քեզ ենթարկվի։ Դու մի օր պետք է կանգնես Աստծո առջև, եւ Աստված քեզանից պետք է հարցնի, եւ պետք է ասի, այսքան զավակներ ես քեզ տվել եմ, ինչ ես արել նրանց, ինչպես ես կրթել նրանց, ինչպես ես դաստիարակել նրանց, ինչպիսի ճանապարհ ես ցույց տվել նրանց։
Եվ այսօր ցավոք սրտի շատ ծնողներ ժողովուրդ ջան, եթե ինք ուղիղ ճանապարհի մեջ չի քայլեմ, նա չի կարող ուղիղ ճանապարհ ցույց տա իր զավակին։ Եթե ծնող ինք Աստծուն չի ճանաչում, եթե ինք Աստծո հետ հաղորդ չի, նա չի կարող իր զավակին կրթել ճշմարտության մեջ, ուղղության մեջ, պարզության մեջ, որ այդ երեխեն աճի ու մեծանա, որ նորմալ մարդ լինի եւ ծնողին հաճեսնի եւ մարդկությանը։ Նայեք ժողովուրդ ջան, Աստծո խոսքը Ելից 34-րդ գլխի 23 համարի մեջ ասում է կրթե զավակդ իր մանկուց։ Գիտեք, ինչի համար է ուզում Աստված մարդը կրթի իր զավակին։ Ես արդեն 63 տարեկան մարդ եմ։ Ես ունեմ 4 տղա, մի աղջիկ, 10 թոռ առայժմ, եւ շատ հաճախ ես իմ զավակների հետ, որ խոսում եմ մանավանդ տղեկիս հետ, ասում եմ, գիտեք ինչ տղաներ, ես իմ ողջ կյանքը հոգեվոր անցնում եմ մի ճանապարհ արդեն 40 տարի է։ Եվ իմ փափագը մի բան ա եղել, որ ես հնես կյանք ապրեմ, որ դուք իմ պատճառով ձեր գլուխները չկախեք ձեր շրջապատի մեջ։ Եվ ասում եմ դուք էլ հնես կյանք ապրեք երեխեք ջան, որ ձեր պատճառով ես չամաչեմ, ես գլուխս կախ չանեմ։ Երանի են ծնողին, որ կարողանում է հնես կյանք ապրել, որ իր պատճառով իր զավակները, իր սերունդները ոչ թե ամաչեն, ոչ թե գլուխները կախանեն, այլ հպարտանան, որպեսզի ծնող ունեն։ Այսօր ցավոք սրտի շատ ծնողներ չհասկանալով, Աստծո հետ հաղորդ չլինելով, մտածում են ոնց ուզեն ապրեն, ինչ ուզեն անեն, ինչ քեֆները տանեն, դե ասում են երեխայա չի հասկանում, բայց այդ երեխեն մեծանում է քույրիկս, եղբայրս։ Այդ երեխեն մի տարեկան է, 5 տարեկան է, դառնում է 10 տարեկան, դառնում է 15 տարեկան, դառնում է 20 տարեկան, եւ այդ երեխեն մտնում է շրջապատի մեջ, ընկերության մեջ, մարդկանց շրջապատի մեջ, եւ մարդիկ սկսում են իմ եւ քո մասին խոսել, եւ ինչ տպավորություն աստանում այդ երեխեն իր ծնողից։ Դա մար Աստծո խոսքը ասում է կրթի երեխան իր մանկուց ժամանակից, իսկ որպեսզի կրթես այդ երեխուն, դու պետք է առաջին օրինակ լինես։ Այսօր մենք մեր երեխեքին ուղարկում ենք տարբեր տեղեր սովորելու, բայց երանի են ծնողին, որ իր զավակը ցանկանում է, որ իրան նմանվի։ Երանի են ծնողին, որ իր աղջիկը ուզում է իր մորը նմանվի, որ իր տղեն ուզում է իր հորը նմանվի։ Դա երանություն է։ Գիտեք ինչու։ Որտեւ այդ երեխին տեսնում է իր ծնողին վեհ բարձր ամենից եւ ուզում է իր ծնողին նմանվի։ Բայց այսօր ցավոք սրտի մենք շփվում ենք, հաղորդակցում ենք հարյուրավոր, հազարավոր երեխեքի հետ։ Եվ շատ ժամանակ շատ երեխեք չեն ուզում, որ իրանց ծնողներին նմանվեն։ Շատ ժամանակ շատ երեխեք ասում են, երբ պետք է մեծանանք, դառնանք 18-19 տարեկան, ամուսնանանք կամ գնանք կամ հեռանանք այդ տանից։ Ինչու՞։ Որովհետև այդ ծնողը օրինակ չի եղել։ Իսկ որպեսզի ծնողը օրինակ լինի, սիրելի անմահոքի, պետք է ճանաչի Հիսուսին։ Շեքսպիրը այսպիսի խոսքեր ասում, ես գրեթե միշտ այդ խոսքերն օգտագործում եմ ամեն առիթի։ Ասում աշխարհը բեմա մարդիկ դերասան։ Ես երկրավոր կյանքի մեջ դու ընդամենը մի բան ունես, քու ճիշտ ընտրությունը կատարես։ Երանի են ծնողին, որ ես երկրավոր կյանքի մեջ ճիշտ ընտրությունը կատարեմ, այսինքն հանդիպում է Հիսուս Քրիստոսին։ Հավատում է, որ կյանք ես երկրավորով չի, այս ժամանակավորով չի, որ այս ժամանակավորը պետք է անցնի։ Եվ երբ որ մենք կարողանում ենք Աստծո հետ ապրել, մենք կարողանում ենք մեր երեխեքին այդ խոսքով կրթել, այդ խոսքով դաստիարակել։ Ինչու համար ժողովուրդ ջան, որովհետև այդ երեխեն քու փոխարինողն է։ Սիրելի մայրիկ, քու երեխեն քու տեղը պետք է մայր լինի։ Սիրելի հայրիկ, քու երեխեն քու տեղը պետք է հայր լինի։ Եվ ինչ կուզես, ինչպիսի կուզես, որ քո աղջիկը քու նման լինի, թե քեզանից վատ, թե քեզանից լավ։ Եվ երանի են ծնողին, որ ինքը կարողանում է հնես դաստիարակել, որ իր երեխեն իրանից լավ լինի, որ իր երեխեն իրանից լավ զորավոր մեկը լինի, ամեն անչով առավել իրանից։ Գիտեք, այսօր շատ ժամանակ մենք չենք պատկերացնում։ Այսօր շատ ժամանակ մենք այդ երեխեքի մոտ ոնց ասես խոսում ենք, ինչ ասես ասում ենք։ Ասում ենք երեխայը չի հասկանում։ Կեսօր հետ, կեսառի հետ, չգիտեմ, ամուսնու հետ, ինչ ձևի ասես կխոսի, դա ասում երեխայը չի հասկանում, այդ երեխեն լավ էլ հասկանում է, այդ երեխեն լավ էլ տեսնում է, ինչ վերաբերմունք ես դու ցույց տալի քո ամուսնուն, ինչ վերաբերմունք ես դու ցույց տալի քո տան մեծին, ինչ վերաբերմունք ես ցույց տալի դու քո հարևանին, Եվ որ կեղծավոր ժպտում ես, հետևից ես սկսում ես երեխուդ մոտ ասել, այս երեխեն ինքը ընդունում է, և ինքը քեզանից սովորելով, ինքը պետք է քեզ փոխարինի։
Որտեվ դու քո մորն ես փոխարինե, դու քո տատին ես փոխարինե, ես իմ հորն եմ փոխարինե, իմ պապին եմ փոխարինե, եւ իմ տղան էլ ինձ պետքա փոխարինի։ Եվ Երանի են ծնողին, որ հասկանում է, որ ինչ փոխնորդ է իրանից հետո թողում։ Երանի են ծնողին, որ կարողանում է հենց երեխեք դաստիարակել Աստծո երկյուղով, որ իրան փոխարինողներ իրանից լավը լինեն։ Դա համար թող Աստված օգնի, սիրելի ծնողներ, որ մենք հասկանանք, որ մենք պատրաստում ենք մեզ փոխարինողներ։ Դրա համար Աստծո խոսքը ասում է, պիտի խրատես նրանց։ Գիտեք, Սուրբ Գիրքը հիշեցնում է, որ հիմարությունը երեխուն շուրթերին կպած է։ Եվ ասում է գավազանը, թող ասում է չխնայի ծնողը։ Շատ ժամանակ մենք ծնողներ էլ կան, որ ինչ են անում, մի քիչ լկստվացնում են երեխեքին։ Ինչ ուզում է, խոսքը կատարում է։ Անկախ նրանից ինչ է ուզում այդ երեխեն, ունի չունի այս ծնողը կաշվից դուրս է գալի երեխու ուզածներն անեմ։ Մեկ անի են, ինչը որ այդ երեխուն կործանում է։ Մեկ սովորացնի երեխու մեջ են, ինչը որ այդ երեխուն անդունդա տանում։ Այսօր ծնողներ եք նստած շատերդ եւ մենք վերցնում ենք, ասենք, հեռախոսները, ես մեզ մարդեմ արդեն այդքան բան չեմ հասկանում, բայց թորս լա դասի չի գնամ են փոքրերը, վերնեմ հեռախոսի մեջ մտնում, ինչ ասես անում են։ Ինչ ուր մտնի, ինչ մուլտիկ նայի, չգիտեմ ինչ ուզենա նայի։ Իրանց ուղեղը զարգացած է եւ սատանան ամեն ինչ անում է, որպեսզի այս սերունդը քանի գնա ապականվի, կործանվի։ Եվ ծնողը նրա համար է, որպեսզի այդ երեխուն դաստիարակի հնենց, ոչ թե երեխու ուզածով, այլ իր ուզածով, որ այդ երեխուն հնենց աճեցնի, որ այդ երեխեն երբ որ մեծանա, նորմալ մարդ լինի։ Այսօր շատ երեխեք կան, մենք ունենք ստատիստիկ տվյալներ, թե Հայաստանի մեջ, թե ամբողջ աշխարհում, որ ինչքան երեխեք հոգեկան խանգարումներ են ստանում, ինչքան երեխեք պրոբլեմներ են ստանում, ինչքան երեխեք չեն շփվում մարդկանց հետ, առանձնանում, այս հեռախոսների, խաղերի, պղտությունների մեջ մտած։ Եվ ծնողը չի նայում, շատ ժամանակ ծնողը ասում է, դե լավ հեռախոսը տանք, թող երեխեն զբաղվի, ինքը սկսում է ընկերուի հետ ժամերով խոսալ, սուրճ խմել, էս անել, մենակ երեխեն իրան չօգնացնի, գնա ինչ ուզում ես արա։ Այդ դու չես հասկանում ինչ ես անում քո երեխուն, սիրելի օքի, սիրելի ծնող, ոչինչ, թող երեխեդ մի քիչ քեզ օգնացնի, բայց ճիշտ դաստիարակի այդ երեխուն։ Ավելի լավ է քո երեխեն քո վրա լացելի, քան թե դու քո երեխու վրա լացել ես։ Եվ այսօր ցավոք սրտի ինչքան ծնողներ են ողբում ու լացում իրանց զավակների վրա։ Գիտեք ինչն է պատճառը, որտեղ Աստծո խոսքը հիշեցնում է, ասում եմ զավակներ հնազանդվեք ձեր ծնողներին, որ ձեր կյանքի օրերը երկարի։ Բայց այսօր ցավոք սրտի ծնող ինքը Աստծուց հեռու է, երեխուն էլ չի կրթում Աստծո խոսքով, եւ այդ երեխեն չի աճում Աստծո խոսքով, եւ ածում է անօրինի խապկանքով, եւ ամեն անօրինություն անելով ինքը գնում է չարիքի, եւ այդ չարիքը իր կյանքի մեջ գալով իրան տանում է կործանման։ Բայց Աստված չի ստեղծել այդ երեխեքին ժողովուրդ ջան, որ ոնց ուզենանք վարվենք, որովհետեւ Աստծո խոսքը մեզ հիշեցնում է, որ մի օր կա, որ մենք պետք է այդ Աստծո առաջ կանգնենք եւ այդ երեխեքին պետք է ներկայացնենք Տիրոջ առջեւ։ Մի օր կա, որ դու պետք է կայնես Աստծո առջեւ, որովհետեւ այս երկրի վրա ոչ մի բան հիմնական չի, այս երկրի վրա ամեն բան ժամանակավոր է։ Եվ դու ես ժամանակավոր, քո ընտանիքն էլ է ժամանակավոր, քո ամուսինն էլ է ժամանակավոր, իմ կինն էլ է ժամանակավոր, եւ մի օր ես երկրավոր կյանքին հրաժեշտ տալով մենք բոլորս Տիրոջ առջև պետք է կայնենք։ Եվ Տերը մեկիկ հատիկ պետք է պահանջի, պետք է ասի, «Այն, որ ես քեզ տվեցի, ինչ արեցի»։ Լա նայեք ասենք, դուք բոլորդ հարևաններ ունեք, մտերիմներ ունեք, բարեկամներ ունեք, երբ որ մեկ ինչ որ մի տեղ է գնում, ասենք իրա ինչ որ մի բան քեզ տալիս, ասում է, տանս մտիկ կանես, կամ այս իրը պայի քո տան մեջ, կամ այս դոկումենտը պայի քո տան մեջ, ես ես ինչ տեղն եմ գնեմ կգամ, նորից ինձ կվերադարձնես։ Մենք այդ երբ որ մեզ մի բան տալիս են, մենք սատանում ենք մի անկյունում դեն գցեմ ու ոչ մի բանի տեղ չենք դնում, չէ՞ այնտեղ դռանը թողում, ասենք ինչ կլի։ Մենք այդ տվածը վերցնում ենք շատ զգուշավորությամբ պահում, որովհետև ասում ենք, այս մարդ համանատ բան ինձ տվե, պետք է գա, ես նորից իրան պետք է տամ, ես մի քանի օրը հնեց պահեմ, որ հանկարծ սրան վնաս չլի։ Այդպես էլ հիշեք, ժողովուրդ ջան, երեխեքը դրանք Աստծո ամանատներն են, դրանք Աստծո պարգևներն են, երեխեքը դրանք Աստծո արյան գինն են, որ Աստված ձեզ ա տվել այդ երեխեքին, եւ մի օր այդ երեխեքը ձեզանից պետք է ասի,
Ոնց որ մի դուք ձեր երեխուն ուղարկում եք ճամբար, 2 ժամ, 5 ժամ մնում են ստեղ, նորից իրիկունը մենք ձեզ ենք հանձնում, այդպես էլ հիշեք, ձեր երեխեքին Աստված հանձնելա ձեզ ժամանակավոր, որ այդ երեխեքին կրթեք ու դաստիարակեք, եւ մի օր պետք է ամեն մեկ երեխուդ համար հատիկ քեզանից Տերը պահանջի։ Երբ դու ասի ինչ արեցիր այս երեխուն, այս երեխուն, որ ես տվել եմ քեզ, ոնց վարվեցիր նրա հետ։ Դա համար, որպեսզի Աստծո առաջ ծևերես չմնանք ժողովուրդ ջան։ Իմ օրդորն է, իմ խնդրանքն է, որպեսզի ծնողներ դուք ինքներդ Աստծուն հանդիպեք։ Դուք ինքներդ Աստծո հետ հաղորդ լինեք։ Դուք ինքներդ Աստծո խոսքը կարդաք եւ կրթվեք ու դաստիարակվեք Աստծո խոսքով։ Թող Տերը օգնական լինի, ժողովուրդ ջան, ես չեմ երկարացնում։ Մենք պետք է մի հատ աղոթք կանենք, բայց վերջի հայտարարությունն եմ անում աղոթքից առաջ։ Նրանք, ովքեր ձեր մեջ չունեն կտակարաններ, նրանք, ովքեր նոր կտակարաններ չունեն կարդալու, խնդրում եմ վերջը սպասեք, մենք նրանց կտանք ձրի այդ կտակարանները, կարդացեք։ Եթե նրանք, ովքեր որ գնում են եկեղեցիներ, աշխատեք այդ եկեղեցիներ գնալուց, ոչ թե մենակ ուղակի հաճախեք եկեղեցու հետ դառնաք, այլ այդ ավետարանի խոսքը կարդացեք ու այդ կյանքը ապրեք, Քրիստոս կյանքին հանդիպեք, որովհետև Քրիստոսը ինքը ծես չի, ինքը կրոն չի, ինքը մի հատ իր կամ նկար կամ պատկեր չէ, Քրիստոսը կենդանի անձնավորություն է, նա աչքեր ունի տեսնում է, նա բերան ունի խոսում է, նա սիրտ ունի բաբախում է, նա ականջ ունի լսում է, ինչպես ինքն է քո սիրտն ու ականջները ստեղծել, ինչպես իմ աչքերն ու եկամուկները։ Դրա համար իմ հորդորն է կարդալ։ Իսկ ովքեր որ չունեն, տեղ չեն գնում, ուղղակի հորդոր ձեզ ամեն կիրակի մեր մոտ ստեղ ժամը 11-ին ամեն կիրակի հարյուրավոր մարդիկ են գալիս, այս դալիճը լցվում է ամբողջովին։ Քաղաքի տարբեր տեղերից, կողքի գյուղերից, ովքեր ցանկանում են կարող են ամեն կիրակի ժամը 11-ին այցելել այստեղ։ Դռները բաց է, կարդացեք, լսեք Աստծո խոսքը, ժողովուրդ ջան։ Մենք չենք ասում մեր մոտ եկեք, որտեղ ուզում եք գնացեք, մենակ թե Քրիստոս կյանքին հանդիպեք։ Եվ որ դուք այդ Քրիստոսի հետ ապրեք, դուք կարող եք ձեր երեխեքին էլ կրթել ու դաստիարակել այդ Քրիստոսով, որ այդ երեխեքը պիտանի մարդիկ լինեն։ Թող Աստված օրհնի, թող Աստծո օրհնությունը լինի ձեր կյանքերի մեջ։ Թող այս երեխեքին նորից են խնդրում, պահեք Աստծո խոսքի մեջ։ Հիշեք մի բան, դուք իրանց օրինակն եք։ Ինչ օրինակ ես դու թողեմ քո զավակին։ Երանի քեզ, եթե քո զավակը քեզանից լավ մարդ կլինի։ Երանի քեզ, եթե քո զավակը կուզի քո նման լինի, բայց վայ քեզ, վայ այն ծնողին, որ իր զավակին վատ կդաստիարակի եւ իր զավակի կյանքը կխորտակի։ Ինքն է կխորտակվի այդ մարդը եւ Աստծո առաջ էլ հավիտյան կորուստ կգնա։ Հիշեք, այս չի կյանքը, կյանքը Քրիստոսն է։ Այս ուղղակի մի վայր է, որ դու քննությունը կատարես։ Թող Աստված օրհնի, ժողովուրդ ջան, ամեն։ Մենք նաեւ